Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, այս պահին հեռուստասերիալը համարվում է ամենադիտվող ու քննարկվող նախագծերից մեկը։ Հաճելի և մի փոքր անսպասելի անակնկալ հեռուստադիտողների համար Զարա Արամյանի դուստրը Էլեն Գասպարյանն ընդգրկվել է Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի դերասանական կազմում։ Լուրն արագ տարածվեց սոցցանցերում և դարձավ քննարկման թեմա, հատկապես այն հանդիսատեսի համար, ով վաղուց ճանաչում էր Էլենին այլ ոլորտից։ Էլեն Գասպարյանը երկար տարիներ հանդես է եկել որպես հաղորդավարուհի, վարել է տարբեր միջոցառումներ, աշխատել մի շարք հեռուստաընկերություններում և ձևավորել իր լսարանը։ Որպես ինքնուրույն անհատ, հենց այդ պատճառով նրա հայտնվելը սերիալում շատերի համար անսպասելի էր, բայց միաժամանակ հետաքրքիր։ Շատերը նշում էին, որ սա այն քայլն է, որը երկար սպասված էր, բայց ոչ կանխատեսելի։ «Գոյամարտ» սերիալում Էլենը մարմնավորում է մի կերպար, որը բավականին բազմաշերտ է։ Նրա հերոսուհին ունի դուստր, ինչը կերպարին տալիս է լրացուցիչ խորություն և պատասխանատվության զգացում։ Միևնույն ժամանակ նա սիրային կապի մեջ է Ավոյի հետ, և հենց այս հարաբերությունն է, որ ըստ առաջին տեսարանների դառնալու է սյուժետային կարևոր գիծ։ Այսօր եթեր դուրս եկավ Էլեն Գասպարյանի առաջին տեսարանները սերիալում, և դրանք անմիջապես գրավեցին հեռուստադիտողների ուշադրությունը։ Դիտողները նկատեցին նրա բնական խաղը, խոսքի հանգիստ տեմպը և այն ներքին հավասարակշռությունը, որը հազվադեպ է առաջին իսկ հայտնությունից։ Նրա կերպարը չի փորձում բարձրաձայն ներկայանալ, այլ աստիճանաբար է բացվում, թողնելով հետաքրքրություն շարունակության համար։ Շատերի համար սա նաև յուրօրինակ շարունակությունն է Զարա Արամյանի ճանապարհի, թեև Էլենը միշտ շեշտել է, որ չի ցանկացել օգտվել մոր անվանից և երբեք չի ներկայացել որպես աստղի դուստր, բայց նրա ներկայության մեջ ակնհայտ է այն դպրոցը, այն կուլտուրան, որը գալիս է ընտանիքից։ Նրա խաղում չկա ճիգ կամ ցուցադրականություն, ինչը հատկապես գնահատվում է սերիալային ձևաչափում։ Դիանա Գրիգորյանի սերիալները սովորաբար աչքի են ընկնում հստակ կերպարային գծերով և սուր հարաբերություններով։ Էլեն Գասպարյանի ներգրավումն այս նախագծում խոստանում է նոր զարգացումներ։ Նրա հերոսուհու անցյալը, ընտանեկան պատմությունը և սիրային գիծն ըստ ամենայնի դեռ շատ բացահայտումներ կունենան։ Հեռուստադիտողներն արդեն սպասում են ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները Ավոյի հետ, ինչ փորձություններ կանցնի նրա կերպարը և ինչ դեր կունենա սերիալի ընդհանուր սյուժեում։ Սոցցանցերում արդեն իսկ երևում են առաջին արձագանքները հետաքրքրությամբ, դրական սպասումով և քննարկումներով։ Դե ինչ, Գոյամարտում նոր էջ է բացվում։ Էլեն Գասպարյանի մուտքը սերիալ կարելի է համարել ոչ միայն հաճելի անակնկալ, այլ նաև խոստումնալից սկիզբ։ Մնում է սպասել զարգացումներին և տեսնել ինչպես կբացվի նրա կերպարն առաջիկա սերիաներում։ Նշենք, որ Զարա Արամյանի դուստրը Էլենը երբեք չի թաքցրել, թե որքան մեծ տեղ է զբաղեցրել Զարա Արամյանն իր կյանքում։ Այդ կապը եղել է խոր, կենդանի և ամենօրյա։ Էլենը վաղուց է ձևավորվել որպես ինքնուրույն անհատ։ Նա հաղորդավարուհի է, աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, վարել բազմաթիվ միջոցառումներ։ Նաև ակտիվ է սոցիալական ցանցերում, բայց իր ճանապարհին նա միշտ ընտրել է մի կարևոր սկզբունք՝ նախ ճանաչվել որպես մարդ ու մասնագետ, հետո միայն որպես Զարա Արամյանի դուստր։ Տարիներ առաջ նա բաց խոսել է այդ մասին, նշելով, որ երբեք չի ցանկացել, որ իրեն առաջին հերթին տեսնեն որպես աստղի երեխա։ Նա ցանկացել է, որ իրեն ճանաչեն իր խոսքով, իր պահվածքով, իր աշխատանքով։ Եվ դա հաջողվել է։ Շատերը միայն ժամանակի ընթացքում են իմացել, թե ով է նրա մայրը, և այդ ժամանակ զարմացել են ոչ թե փաստից, այլ այն համընկնումից, որ մայր ու դուստր ունեն նույն ներքին մշակույթը, խոսքի նրբությունը, մարդուն վերաբերվելու ձևը։ Այդ նմանությունը երբեք չի եղել արտաքին ընդօրինակում, դա արժեքների շարունակությունն է։ Այսօր Էլենը կիսվել է մի գրառմամբ, որը շատ ավելին է, քան ցավի խոստովանություն։ Դա մոր և դստեր հարաբերության կենդանի նկարագիր է։ Նա գրել էր, որ սպասում էր մայրը լավանա, կարողանա հեռախոսը բռնել, որպեսզի ասի՝ «Մամ, մի հատ փոստ եմ արել, նայիր», որովհետև ամեն ինչում առաջնային էր մոր կարծիքը, քննադատությունը, խորհուրդը։ Այդ միտքը խոսում է ոչ միայն սիրո, այլ վստահության մասին։ Այն վստահության, երբ մայրը ոչ միայն սրտի մարդ է, այլ նաև չափանիշ։
Եվ այն պատասխանը, որը նա պատկերացնում է մոր կողմից՝ «Էլենս, դու իմ կյանքն ես, իմ կեսը, իմ սորտը, իմ ընկերուհին», այդ բառերը պատահական չեն, դրանք այն սիրո լեզուն են, որը ձևավորվում է տարիների համատեղ ապրումից: Սեր, որտեղ կա հպարտություն, ընկերություն, հավասարություն, սեր, որտեղ մայրը տեսնում է իր շարունակությունը ոչ թե որպես կրկնօրինակ, այլ որպես ավելի ուժեղ, ավելի ամբողջական տարբերակ: Էլենը խոստովանում է, որ միշտ հպարտացել է, երբ իրեն նմանեցրել են մորը, որ միշտ փորձել է ավելի նման լինել նրան, որովհետև Զառան իր իդեալն էր, իր մեծ օրինակը: Այս խոստովանությունը ցույց է տալիս, թե որքան առողջ ու ամուր կապ է եղել նրանց միջև, ոչ պարտադրող, ոչ ճնշող, այլ ներշնչող: Այսօր արդեն այդ նմանությունն այլ զգացողություն է բերում: Երբ նա գրում է, որ դեռ չի հավատում իրականությանը, բայց արդեն ամեն ինչ ուրիշ ձևով է հիշում, դա բնական ընթացք է: Կորուստը փոխում է հիշողության գույնը, ժպիտի ձևը, արձագանքը մարդկանց խոսքին: Եվ երբ ասում է, որ այլևս չգիտի ինչ ժպիտ է լինելու իր դեմքին, երբ իրենք ասեն շատ նման ես մամայիդ, այդտեղ ամբողջ ցավը լուռ է, բայց խորը: Ո՞վ է Զառա Արամյանի դուստրը: Նա մարդ է, ով մեծացել է սիրո, պահանջկոտության և օրինակ ծառայող մայրության մեջ: Մարդ, ում համար մայրը եղել է ոչ միայն ընտանիքի կենտրոնն, այլ նաև բարոյական կողմնացույց: Եվ այսօր այդ կապը չի կտրվել, այն պարզապես փոխել է ձևը: